Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Ամենայն հայոց կաթողիկոսը Քրիստոսի ծննդյան ավետիսը Մայր տաճարից հղել է մտահոգությամբ, որ իշխանությունները շարունակում են հալածանքը։ Վարչապետ Փաշինյանը կաթողիկոսին աղանդավոր է անվանում, նա մասնակցել է Գարեգին II հրաժարականը պահանջող arczepiskopos-ի մատուցած պատարագին։ Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Տեսի կատարումը փոչոզոտելը հարգելի հանցագործություն։ Թալինի եկեղեցում թույլ չեն տվել պատարագ մատուցել Մայրաթոռի հոգևորականներին, խորան է բարձրացել կարգալույս քահանան։ Կոնգրես բունո բիլդեֆալի լարվետմալի։ Ադրբեջանի նախագահը կրկին դիմում է Միացյալ Նահանգներին վերացնելու ամերիկյան ուղիղ օգնությունն արգելող պատժամիջոցը։ Ամերիկյան դատարանի առջև կանգնած Վենեսուելայի նախագահը չի ընդունել մեղքը, պնդելով, որ դեռ գործող նախագահ է։ Հայ դահուկորդը Իտալիայում տուգանվել է մարզաշապիկին Ադրբեջան գրությունը փակելու համար։ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տոներից է Սուրբ Ծնունդը, կաթողիկոսի շուրջ վերջին զարգացումները չեն շրջանցել նաև այսօրվա միջոցառումները, Էջմիածնում և Երևանում զուգահեռ պատարագներ էին, Գարեգին II Մայրաթոռից ավետեց Քրիստոսի ծնունդը, կրկին անդրադառնալով իշխանությունների արշավին իր դեմ։ Էջմիածնի Մայր տաճարում հնչում է ամենալավ լուրը։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ 2000 տարվա վաղեմություն ունի Քրիստոսի ծննդյան ավետիսը։ Տոնական պատարագին Էջմիածնի Մայր տաճարը մարդաշատ էր, ամենայն հայոց կաթողիկոսներ պատարագում, շուրջ 3 ժամ հայ առաքելական եկեղեցու հետևորդները խաղաղ պատարագի էին, առանց որևէ ինտրիգի սպասման, կհնչի վեհափառի անունը թե ոչ, խորան կբարձրանա կարգալույց մի քահանա, ուժայինները եկեղեցու դուռը կհսկեն, այս ամենը տեղի ունեցավ այլ եկեղեցիներում։ Ես ունեմ մեկ հավատք, մեկ եկեղեցի, մեկ առաջնորդ։ Մայր տաճար պատարագի եկածներից ում հարցրինք վեհափառին գահից իջեցնելու Հայաստանի վարչապետի պլանին մեղմ ասած համաձայն չեն։ Փաշինյանը շատ բան ասում, Փաշինյանը ամենառավոտ մի բան ասում է, որին համաձայնում ենք։ Հույս հավատացեր, իշխանությունը թող չխառնի եկեղեցու գործերին։ Եթե կարող է թողանի, ինքը պիտի անի։ Իրանն է եկեղեցին, վեհափառը, ամբողջ հայությանն է։ Երկրի վարչապետը թող եկեղեցական հարցերից պոկվի ու թոշակների մասին մտածի, ամոթանք է տալիս այս կինը։ Ինքը իրավունք չունի վեհափառին հանի կամ դնի, ինքը օծված է, ինքը պետքա ծառայի ինչքան պետք է, մենք իրանից գոհ ենք։ Նիկոլը թող իր սխալների համար մտածի, որ մարդկանց այսին ճզմում է, քամում է։ Ինչ նկատի ունենք թոշակները, որ մեզ ինքը իրա մի օրվա ծախսել չի, այդ մեր թոշակը մի օրվա ծախսել, ինքը մարդա ուզում է ապրի, մենք չենք ուզում, ամոթ իրան։ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Մայր եկեղեցում էր պատարագի մասնակցում, այս տղամարդն այդ եկեղեցու դպիրներից է, բայց պատարագի ժամին Մայրաթոռում տեսանք։ Տեղեկացա, որ մեր ամենայն հայոց հայրապետի անունը զեղչվել է և դրա համար չցանկացա մասնակցել պատարագին։ Շատ սխալ է, այդ մամուտները չի կարելի։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներով կանգնած ենք մեր եկեղեցու կողքին ու նվիրված ենք մեր վեհափառ հայրապետին։ Մարդկանց փոխանցում եմ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները վեհափառի հասցեին, օտար երկրի շահերն է սպասարկում, եկեղեցին ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ, դուստր ունի, լսել չեն ուզում։ Չէ, ես տենց բաներ չեմ լսել ու չեմ էլ ուզում լսել, որ ասում են այդ մասին։ Դա բոլորը սխալ է։ Այս տղամարդը կասկած չունի Փաշինյանին միացած 11 միաբանները ուղղակի կաշառված են։ Որ մեկն է մաքուր է 11 հոգևորականներից, որ ուզում են իրան գահանգեց անեն։ Կարող եք ասել։ Մաքուր մարդ կա հիմի։ Բազում բարեգործություններ արեցին մարդկային ազգի համար։ Վեհափառը մաքուր է և մաքուր էլ կմնա։ Սուրբ Ծննդյան պատգամում ամենայն հայոց կաթողիկոսը այն ինչ տեղի է ունենում անվանեց եկեղեցու դեմ բռնաճնշումներ։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը
եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Վեհափարն ընդգծեց հայ եկեղեցին բազում հարձակումների, սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով է անցել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել։ Գարեգին II հավատում է, որ մեղքերի մեջ կորած մարդուն Տերը կփրկի անկումներից։ Հայց վերարակենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության ու ոգուամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Սուրբ Ծննդյան պատգամում նույնպես կաթողիկոսը հիշեց արցախցիներին, գերության մեջ գտնվողներին, բանտված հոգևորականներին ու անհայտ կորածներին։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին է միանում Մայրաթորի 11-րդ միաբանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Վարդապետ Ալճանյանը։ Ինչպես է վեհափառը պատկերացնում հանգուցալուծումը, արդյոք նրանց կարգալուծության հարցը կքննարկվի։ Գարեգին II մեր հարցերին չպատասխանեց շպիտով։ Նաթան arczepiskoposin տոնական տրամադրությունից հնարավոր չէր հեռացնել ոչ մի հարցով։ Տոն է եւ նման սուրբ օրն ու տոնը ու պահը չի կարող խամրել, չի կարող խաթարվել որևէ ուրիշ հարցով։ Մայրաթորի շուրջ խաղաղ մթնոլորտի համար աղոթում են ոչ միայն Հայաստանի եկեղեցիներում։ Մեր բոլոր եկեղեցիներուն մեջ մեր ամենաչերմ աղոթները պիտի ուղղվին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անթորության համար։ Էջմիածինը կհիշենք շվարած ու տխուր Պոլսո հայոց պատրիարքն է Սուրբ Ծննդյան ուղերձում անդրադարձել իր ձևակերպմամբ ազգընտիր ու օծյալ կաթողիկոսի դեմ հարձակումներին։ Երբ եւ ինչպես Սուրբ Էջմիածինը շրջապատող քաղաքական մշուշը պիտի վերնա։ Սահակ arczepiskopos Մաշալյանը վստահ է լուծումը ոչ քաղաքական գործիչներինն է, ոչ էլ առանձին հոգևորականներինը, հրատապ ազգային եկեղեցական ժողով պիտի հրավիրվի։ Մայրաթորը այդ ժողովի նախապատրաստության մասին արդեն հայտարարել է։ Կաթողիկոսի վրա եկեղեցակիրորեն միակ հեղինակավոր կառույցն է ազգային եկեղեցական ժողովը, որ կբարունագե աշխարհադարած հայության իմաստությունը եւ հավաքական գամքը, որ լիազորված է նման խնդիրները ղեկավարելու համար։ Պոլսո պատրիարքը որդիական ակնածանք է հղել ամենայն հայոց կաթողիկոսին։ Սահակ arczepiskopos մտածում է, որ այս տարի փորձանքներ ու իր բառով պատահարներ կլինեն։ Առաջարկում է չմոռանալ, որ Աստված մեզ հետ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Երևանում լսում էր կաթողիկոսի հրաժարականը պահանջող arczepiskoposներից մեկի պատարագը, որին հաջորդել է երթն ու հանրահավաքը։ Այստեղ վարչապետն իր հերթին կրկնել է Գարեգին II-ին հանգստի ուղարկելու պահանջը, այն լրացնելով կաթողիկոսի հասցեին նոր մեղադրանքներով։ Վարչապետ Փաշինյանն այսօր էլ ավելի թեժացրեց կաթողիկոսի դեմ իր արշավն ու հայ առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց։ Այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մայրաթորի կողմից ոչ կանոնական որակված եւ երբեմն նաեւ կարգալույց քահանաների մատուցած պատարակներին մասնակցող Փաշինյանն աղանդավորության մեջ է մեղադրում հոգեվոր վերնախավին։ Այն դեպքում, երբ հենց Մայրաթորն է վարչապետին միացած հոգեվորականներին հորդորում կանոնական դաշտ վերադառնալ ու եկեղեցուն առնչվող հարցերը եկեղեցու ներսում քննարկել։ Վարչապետ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած եպիսկոպոսներն օրերս եկեղեցին նորոգելու մասին մի թուղթ ստորագրեցին։ Այսօր էլ վարչապետը
քաղաքացիներին հրավիրել էր երթի ի աջակցություն այս արշավին։ Մինչ այդ նա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին էր մասնակցում խորանին կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած Տեր-Անուշավան եպիսկոպոս Ժան Կոչյանն էր։ Քարոզի ավարտին նա մեկ նախադասությամբ խոսեց նաև իրենց արշավի մասին։ Մեր պետության հետ համատեղ Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ օրերին ծնունդ աղավ մեր սիրելի եկեղեցու բարեկարգության օրակարգը եւ ես վստահ եմ, որ բոլորիս աղոթքներով մենք պիտի գոտեպնդվենք եւ խրոխտ քայլերով քայլենք առաջ ի փառս մեր եկեղեցու եւ ի հզորացում մեր պետականության։ Առաջին շարքում վարչապետն էր, նրա կինը, նախագահը, խորհրդարանի խոսնակը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երկրորդում նրանց անվտանգությունը հսկողները։ Վերջիներս ոչ միայն Փաշինյանի թիկունքում էին, այլև եկեղեցու գրեթե բոլոր անկյուններում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին ներկաները կիսում էին կաթողիկոսի դեմ վարչապետի օրակարգը։ Այսօր կարծես Երևանի մայր եկեղեցի էին գնացել հիմնականում հենց Փաշինյանի աջակիցները։ Լրիվ կիսում եմ։ Կարծում եք մեր վարչապետը լրիվ ճիշտ է իր բոլոր քայլերում։ Եկեղեցու ներքին խնդիրը չի, եկեղեցին թող մեծ քաղաքականությունով չզբաղվի առաջի հերթին։ Ինչ կոր, եկեղեցին ինչ գործ ունի քաղաքականության հետ։ Հերու բաներ են դրանք իրարից։ Մեր ղեկավարը ճիշտ անում, ինչ անում է ճիշտ անում։ Հասկացանք։ Սխալ քայլ չի անում։ Այս ժողովուրդը պետք է հասկանա ավելի ճիշտ մեր հոգևոր ժողովուրդը պետք է հասկանա ինչի համար են կհել այդտեղ, ինչ անում։ Իսում եք նրա օրակարգը կաթողիկոսի հետ։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ոչ, չեմ ուզում խառնվել։ Իսկ ամեն դեպքում մտահոգություններ չունեք այս ամենի հետ կապ։ Այո, շատ մտահոգված եմ։ Շատ մտահոգ եմ, այո։ Գերթի մեկնարկին իշխանական դեմքերի թիվը մեծացավ, նախարարներ, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարներ, համայնքապետեր ու բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ հավաքվածները շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որի հարևանությամբ կաթողիկոսի Երևանյան նստավայրն է։ Փաշինյանին մոտենալու ու հարցեր տալու հնարավորություն չկար։ Անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս, որ պաշտոնյաների ու լրագրողների միջև հեռավորությունը գոնե 30 սանտիմետրով կրճատվի։ Հենց այդտեղ Բաքում տեղադրված բեմահարթակից էր վարչապետ Փաշինյանը հավաքվածներին դիմեց։ Կաթողիկոսի ու հոգևոր վերնախավի հասցեին մեղադրանքները Փաշինյանի ելույթի միայն մի մասն էին։ Նա հայտարարեց. եկեղեցին ու պետությունն այսուհետ միասին են։ Չնայած սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Վարչապետը նաև գործնական քայլերի մասին խոսեց։ Քաղաքացիներին հորդորում է գնալ եկեղեցիներ, հոգևորականներին խնդրել միանալ իրենց նախաձեռնությանն ու պատարակների ընթացքում զեղչել կաթողիկոսի անունը։ Մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով, իրապես ընտրված եւ իր կոչման եւ իր ապրածի, իր աշխարհայացի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Փաշինյանն իդեպ ելույթ էր ունենում ճիշտ նույն այն վայրում, որտեղ անցած տարի հավաքներ էր անցկացնում վարչապետի հրաժարականը պահանջող այժմ բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Շնորհակալ եմ։ Վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե եկեղեցին եւ պետությունն այսուհետև միասին են, քննադատում են ընդդիմադիրներն ու իրավաբանները, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է սահմանադրությունը։ Պետությունը, իդեմս պետության գործադիր իշխանության ղեկավարի, խախտելով իր սահմանադրական լիազորությունները, նա սահմանազանցում է կատարում իր լիազորությունների շրջանակից եւ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության այս պահին գործող սահմանադրությունը։ Ավելին, նա իր գործողություններով նաև քրեորեն արգելված արարքներ է կատարում, քանի որ նա խախտում է կրոնական ծեսը եւ այդ խախտումները ամեն անգամ տարատեսակ ձևերով արձանագրվում են։ Մյուս դեպքում աշխատանքի ժամին պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց
աշխատանքներից հանում բերում տարածքներ, նույնը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Վարչապետի այս բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են եւ դրանք վաղ թե ուշ քրեաիրավական գնահատական են ստանալու։ Նա այլևս փաստաթուղթ է պաշտոնապես ստորագրել եւ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո անձամբ ներգրավված է հակասահմանադրական գործընթացի մեջ, անձամբ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը։ Ես կասկած չունեմ, որ ապագայում այս բոլոր գործողություններին իրավական գնահատական տրվելու են։ Իր նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետություն մեջ ունենա իրեն լոյալ եկեղեցի ղեկավարով, ովքեր կընդունեն արևմտյան Ադրբեջանի թեզերը եւ Հայաստանի Հանրապետության միակողմանի զիջումները, մեր պետության այս ընթացքը, որը որ անդադար մենք միայն կորուստներ ենք ունենում, այդ ընթացքի վերաբերյալ ծպտուն չեն հանի։ Ավելին նաև կտարանջատի եկեղեցին սփյուռքի կառույցներից։ Սահմանադրության խախտումը ինքնին էլի կարող է հիմք հանդիսանալ ցանկացած պաշտոնատար անձի, այսպես ասած, նկատմամբ անվստահություն հայտնելու, նրա նկատմամբ անվստահություն հայտնելու կառավարության նկատմամբ այդպիսի գործողությունների համար բավականին լուրջ հիմք է։ Իսկ որտեղ է արգելքը, որ հոգևորականը չի կարող քաղաքականության մեջ մտնել։ Ոչ սահմանադրական, ոչ էլ օրենքով արգելք չունենք։ Նրանք էլ մեր նման քաղաքացիներ են եւ կարող են այո նաեւ քաղաքականության մեջ իրենց խոսքը ասել։ Ի վերջո այս երկրում կյանքը նրանց է վերաբերվում։ Սուրբ Ծննդյան պատարագը սկանդալով է ուղեկցվել Թալինում, Մայրաթորը տեղի ունեցած ծեսը պատարագ չի էլ համարում, որովհետև այն անցկացրել է կարգալույծ արված քահանան։ Նրան փոխարինելու եկած Էջմիածնի հաստատած եկեղեցականների առջև Թալինի տաճարի դռները փակվել են, այդ թվում ոստիկանների կողմից։ Եկեղեցու քահանան ուզում է մտի ծես կատարի, խոչընդոտում են, դուք էլ եկեք անելիք ինչ։ Առաջարկում եմ, որ ժամանցի ծեսը մենք հասարակական կարգ ենք եկել Թալինից մարդ։ Իսկ դու առաջին անգամ չի եկել եք սենց առավոտյան սենց խանգարում եք ծեսը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին այսօր չի հաջողվել եկեղեցի մտնել, խորան բարձրանալ ու Սուրբ Ծննդյան պատարագ մատուցել։ ԿՊԱ-ական համայնքապետը Յուրայիներն ու կարգալույց եղած քահանան ավելի շուտ են հասել ու որոշել պատարագն իրենք են մատուցում։ Եկեղեցին է Եկեղեցին ով է, շենքն է որոշում, ով կոնկրետ ով է որոշում։ Կտրիչ ներսիսն է որոշում, հա։ Վեհապարը կտրիչ չի, վեհապար հայրապետ։ Եկեղեցին շրջապատած ոստիկաններն էլ քայլ չեն արել, որ հոգևոր հովիվը Տեր Հայկը ներս մտնի։ Ազատությանը պատմեց Տեր Փարենը, որ այնտեղ է եղել։ Այսօր մեզ խոչընդոտել են, մենք չենք կարողացել պատերներս ու պատարագ մատուցել։ Հոգևորականների բացատրությունները, թե պարտադիր է տաղավարտոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, չեն օգնել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցություններն էլ ոստիկանների հետ ապարդյուն են եղել։ Նրանք ու ինչպես պնդում է փաստաբանը, Արագածոտնի մարզպետարանի ու Թալինի համայնքապետարանի աշխատակիցները չեն թողել, որ օրինական սպասավորները ներս մտնեն։ Ըստ Զոհրաբյանի Սուրբ Ծննդյան պատարագը ոստիկանների թողտվությամբ է խոչընդոտվել, իսկ դա քրեորեն պատժելի է։ Պարոն փոխվոսականապետ, հիմա մենք ուզում ենք մտնենք եկեղեցի։ Այդ հարցից։ Ո՞նց է։ Չէ, ո՞նց է մասը։ Չէ, ո՞նց է։ Ոստիկանը դուք պարտավոր եք ապահովեք ու նախականցեք հանցագործությունը։ Ծեսի կատարումը խոչընդոտելը հարգելի հանցագործություն։ Գիտեք, դուք պատշաճ հաղորդեք։ Այդտեղ հնարավոր է բախումներ լինեին, եւ մենք ժողովրդին հորդորել ենք, որ բախման չգնան, եւ ժողովուրդը մեզ լսել է, բախման չեն գնացել, եւ մենք ասել ենք ճիշտ ձևը ինչ պիտի լինի, եւ իրենք էլի չեն համաձայնել եւ մտել են ներս, մենք էլ ժողովրդին ասել ենք, որ իրական պատարագը Տեր Հայկն է մատուցելու եւ իրենց արածը սխալ է, մենք գնացել ենք մաստարա։
որ Բախում ու քաշքշոց չլինի, քահանաները Սուրբ Ծննդյան պատարագը հարևան Մաստարայի եկեղեցում են մատուցել։ Բնականաբար, եթե պատարագ չէ, այնտեղ ինչ էլ որ անեն, վավերական չէ։ ԿՊԱ-ական Տավրոս Սափեյանը դեկտեմբերի 31-ին էլ այս եկեղեցում նռնորնեքի ծեսներ խոչընդոտել, դարձյալ պահանջել էր ծեսը կատարի իշխանության հովանուտակ անցած կարգալույց եղած նախկին քահանան, այդպես էլ եղել է խորան է բարձրացել Աշխարհիկ Արամայիս Թախմազյանը։ Քրեական օրենսգրքում պարզ գրված է կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսը խոչընդոտելը պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ։ Արագածոտնի թեմը 5 օր առաջ է հազանգել։ Թալինի ԿՊԱ-ական համայնքապետն ու նախկին քահանան այս գործով են զբաղված դեկտեմբերի 31-ից։ Մայրաթորի դեմ պայքարի ակտիվիստ Սափեյանը նույնիսկ պահանջել է Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի խաչքավորը դառնալ, ինչի արել գլխավոր դատախազությունը։ Հաղորդմանը ընթացք տվել է, մեր հարցին այսօր էլ արձագանքեցին։ Քննչականում էլ հանցագործության մասին հրապարակային հայտարարությունը հիմք չեն ընդունում, պատշաճ հաղորդում են պահանջում։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի ու կարգալույց Արամայիս Թախմազյանի ապօրինությունն իրականացվում է իրավապահների հովանավորչությամբ։ Գիտակցված ու համակարգված սրբապղծությունն է, ուղղված հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բանտից հայտարարել է Արագածոտնի թեմի առաջնորդը։ Սրբավայր ներխուժել է եկեղեցական կարգի ոտնահարումը եւ հոգեվոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են Հայաստանի սահմանադրությանը եւ օրենքին, այլ նաեւ վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի եւ հոգեվոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը եւ վտանգում իրավական պետության հիմքերը։ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ազատությունից զրկվել է նաև պատարագը խոչընդոտած նախկին Տեր Թադեի ցուցմունքով։ Նա առաջիններից էր, որ միացավ Փաշինյանին ու կաթողիկոսի դեմ նրա պայքարին, հետո էլ կարգալույց եղավ։ Այնինչ անում է այս քահանան Սուրբ Աստվածածին եկեղեցում անվավեր է, պնդում են Արագածոտնի թեմից։ Որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույց անձ չի կարող իրեն վերապահել իրավունք, ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը եւ վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգեվոր զգացմունքները։ Մայրաթորի դեմ կռիվ տվող համայնքապետի համար ինչով է գրավիչ խաչքավորի կարգավիճակը։ Սափեյանի հոգեվոր մղումների մասին պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Մի քանի օր է ԿՊԱ-ական Սափեյանը մեր զանգերին չի պատասխանում։ Մենք նրան փորձում ենք լսել դեռ դեկտեմբերի 18-ից, երբ բարձրացել էր մայր տաճարի սյուներին ու կատաղի վեճի բռնվել, հավանաբար կաթողիկոսի կողմնակիցների հետ։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Կոնգրես բունո bir dəfəlik ləğv etməlidir։ Ադրբեջանի նախագահը կրկին դիմում է Միացյալ Նահանգներին վերացնելու ամերիկյան ուղիղ օգնությունն արգելող պատժամիջոցը։ Ամերիկյան դատարանի առջև կանգնած Վենեսուելայի նախագահը չի ընդունել մեղքը, պնդելով, որ դեռ գործող նախագահ է։ Հայ դահուկորդը Իտալիայում տուգանվել է մարզաշապիկին Ադրբեջան գրությունը փակելու համար։ Վերջին շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ Իլհամ Ալիևը դիմում է Միացյալ Նահանգների նախագահին, խնդրելով վերացնել դեռ 90-ականներին Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցը, որն արգելում է ամերիկյան ուղղակի օգնությունը Բաքվին։ Հիմա ըստ Ալիևի վերացված է նաև Հայաստանը շրջափակման մեջ պահելու պատճառը։ Ադրբեջանի նախագահը շտապել է հիշեցնել ցորենի եւ բենզինի խորհրդանշական ծավալի փոխադրումները, մոռանալով փակ սահմանների մասին։ Ադրբեջանի նախագահը վստահ է, մեջբերեմ Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Դա ըստ նրա այլևս լուծված հարց է, նաև այն պատճառով, որ պայմանավորվածությունների ներքո ԱՄՆ նախագահի ստորագրությունն է։ Ալիևի կարծիքով հարցից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի։ Ամերիկա պրեզիդենտի Թրամփ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այս երթուղուն տվել է իր անունը, եւ այն այժմ նրա ճանապարհն է։ Չնայած Հայաստանի վարչապետը համոզված է, որ ադրբեջանցիները իրենց տարածքով անցնող հատվածն են Զանգեզուրի միջանցք անվանում, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևը այդպես Հայաստանով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը կոչեց։ Zengezur dəhlizi açılacaq. Onun adı fərqli ola bilər, amma mahiyyət dəyişmir. Զանգեզուրի միջանցքը կբացվի։
Այն կարող է այլ կերպ կոչվել, բայց դրանից էությունը չի փոխվում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։ İstediğimiz kimi öz həllini tapdı. Ալիևը նաև հայկական կողմի շահն է մատնանշել։ Հայաստանը դուրս կգա ներկայիս փակուղուց, ճանապարհները կբացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, իսկ Ադրբեջանով Ռուսաստանի։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի, ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով առնվազն տնտեսական առումով։ Uduzmuş hesab edirsə, bu necə deyərlər, onun problemidir. Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքականապես պարտված է համարում, դա նրանց խնդիրն է, բայց եթե բոլորը պրագմատիզմով մոտենան այս հարցին, կկարողանան տեսնել օգուտներն իրենց համար։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, Ադրբեջանը շարունակում է օգտագործել նույն տերմինաբանությունը, որովհետև դա իր համար քաղաքական ռազմավարություն է Հայաստանի նկատմամբ, ստանալու ցանկալին։ Ալիևը իր հարցազրույցում հատկանշական մի ձևակերպում էր արել, որ ճանապարհի կամ միջանցքի, ինչպես իրենք են օգտագործում, անվանումները կարող են այլ լինել, բայց դրա տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը։ Երբ մենք դիտարկում ենք բովանդակությունը, այդ թվում նաև օգոստոսի 8-ի փաստաթղթի, մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի Ադրբեջանի հայտարարությունները այդ տեսանկյունից, եթե ոչ ամբողջապես, ապա զգալիորեն մոտ են իրականության։ Իլհամ Ալիևին դուր է գալիս Հայաստանի վարչապետի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նա իր հարցազրույցում ողջամիտ է համարել թեզը, որ կա իրական Հայաստան իր սահմաններով, ու հավելել, թե մինչև իրենք չճանաչեն այդ սահմանները, դրանք գոյություն չունեն։ Ինչպես տարեմուտի ուղերձում երեկ էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե միջազգային իրավունքի նորմերը այլևս չեն աշխատում, փոխարենը գործում է ուժն է ծնում իրավունք սկզբունքը։ Նա եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հաստատված խաղաղության մասին է ազդարարել, ասել, որ պատերազմի չեն պատրաստվում եւ կրկին հայտարարել, թե ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմները մնացել են անցյալում։ Надеюсь, что войны в прошлом. Но никто не может дать гарантию. Ճանապարհների բացման կոնտեքստում Ալիևը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ այսօրվա փակուղուց։ Իսկ երբ 907-րդ լրացմանն է անդրադառնում, պնդում է, թե ոչ մի շրջափակում էլ չկա։ Ադրբեջանն ակնկալում է, որ կոնգրեսը կչեղարկի 1992-ին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ընդունված լրացումը, որով Բաքուն տարիներ շարունակ Վաշինգտոնից աջակցություն չէր ստանում։ Nə o vaxt blokada var idi, nə bugün blokada var, əksinə Հայաստանը ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր շրջափակված չի եղել։ Ընդհակառակը, այսօր տարբեր տեղերից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են անցնում, ճանապարհները բաց են, եւ նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Ինչ շրջափակման մասին է խոսքը։ Եթե 907-րդ լրացման ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի։ Չնայած այսօր բանաձևը խորհրդանշական բնույթ է կրում, բայց ինչպես ասում են, անցյալի այս մնացուկներից սեղանալիովին մաքրելու համար կոնգրեսը պետք է այն մեկընդմիշտ չեղարկի։ Ինչու է Ալիևի համար այդքան կարևոր չեղարկելը, չէ՞ որ տարիներ շարունակ Միացյալ Նահանգների նախագահները կարողացել են շրջանցել այդ լրացման կիրառումը, հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության տրամադրումը։ Երբ այդ փաստաթուղթը չկա, եթե նույնիսկ ժամանակի ընթացքում ինչ-որ սիմվոլիկ նշանակություններ պարզապես ձեռք բերել, սա շատ ավելի մեծ տարածություն է բացում նահանգների հետ պաշտպանական բնագավառում Ադրբեջանի աշխատանքի համար։ Վենեսուելան տարեսկզբից գլխավորում է միջազգային լրահոսը, ամերիկյան հատուկ ուժերի կողմից իր նստավայրից ձերբակալված նախագահն ու կինը արդեն Նյու Յորքի դատարանի առջև են կանգնել։ Առաջին նիստին Մադուրոն պնդել է, որ ինքը ռազմագերի է ու չի կորցրել նախագահի պաշտոնը։ Դատավարությունն ըստ ամենայնի դեռ երկար կձգվի, մինչ այդ հստակ չէ Վենեսուելայի հետագա կառավարման հարցը։ Վենեսուելայի առաջնորդն ու նրա տիկինը Նյու Յորքի դաշնային դատարանում չեն ընդունել թմրանյութերի միջոցով ահաբեկչության դավադրության եւ մյուս մեղադրանքները։ ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ շաբաթ կարակասում ձերբակալված եւ ավելի ուշ ԱՄՆ տեղափոխված Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անմեղ է եւ դեռ ինքն է Վենեսուելայի նախագահը։ 63-ամյա առաջնորդը հանգիստ է եղել մոտ 40 րոպե տևած ողջ նիստի ընթացքում։ Նույնիսկ եւ դահլիճում ներկաներից մեկը բղավել է, թե նա կվճարի իր հանցագործությունների համար։ Ես նախագահն եմ եւ ռազմագերի իսպաներեն պատասխանել է Մադուրոն։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։ Երեկվա նիստից առաջ դատարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել, ինչպես Մադուրոյի աջակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ։
Գնա Վենեսուելա, որ տեսնես, թե ինչպես է մայրդ ստիպված 3-4 օր հերթ կանգնում մեկ տոպրակ ալյուրի համար, դա սուտ չէ, դա ճշմարտություն է։ Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք ազատ արձակեք Մադուրոին։ ԱՄՆ-ն իրավունք չունի Վենեսուելայի նախագահին ու նրա տիկնոջը Սիլիա Ֆլորեսին պահելու ԱՄՆ դատարաններում։ Մեղադրանքները կեղծ են ու նպատակ ունեն քողարկել քաղաքական իրական օրակարգը, իշխանափոխություն։ Ու մինչ Մադուրոն չի ընդունում մեղադրանքը, նրա դաշնակից Վենեսուելայի փոխնախագահը 3 պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Բիզնեսի հետ սերտ կապերով եւ իշխող կուսակցությանը նվիրվածությամբ հայտնի 56-ամյա Դելսի Ռոդրիգեսի երդումն ընդունել է ազգային ժողովի նախագահը, որը նրա եղբայրն է։ Ռոդրիգեսը խոստացել է ապահովել միասնություն, սոցիալական բարեկեցություն, քաղաքական կայունություն, անվտանգություն եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, երեկ էլ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել, ասել է, թե ցավում է Մադուրոյի եւ նրա տիկնոջ առևանգման համար։ Ես ցավով եմ ստանձնում այս պաշտոնը երկու հերոսների՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ առաջին մարտիկ, առաջին տիկնոջ Սիլիա Ֆլորենսի առևանգման պատճառով, որոնք պատանդ են պահվում ԱՄՆ-ում։ Բայց պետք է ասեմ, որ ինձ համար նաեւ պատիվ է երդվելու բոլոր վենեսուելացիների անունից։ Բայց նույնիսկ Ռոդրիգեսի երդման արարողությունից հետո ԱՄՆ նախագահը NBC News-ին ասել է, որ ինքն է պատասխանատու Վենեսուելայի կառավարման համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 3 արտահերթ նիստ է գումարել քննարկելու Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելային ԱՄՆ հարվածների, նախագահ Մադուրոյի ձերբակալման եւ երկրում անկայունության հնարավոր աճի վերաբերյալ։ Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը նրա անունից ընթերցել է նրա տեղակալ Ռոզմալի Դի Կարլոն։ Ավելի քիչ որոշակի է Վենեսուելայի մոտ ապագան, խորապես մտահոգված եմ հնարավոր սրացմամբ, երկրում անկայունությամբ, տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությամբ եւ այն նախադեպով, որը դա կարող է ստեղծել պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը դատապարտել է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները եւ կոչ արել անմիջապես ազատ արձակել Մադուրոյին եւ նրա տիկնոջը։ Չինաստանի դեսպանն էլ ասել է, որ Պեկինը մեջբերում է խորապես ցնցված է եւ խստորեն դատապարտում է ԱՄՆ միակողմանի, անօրինական եւ ահաբեկչական գործողությունները։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ Միացյալ Նահանգները պատերազմ չի վարում Վենեսուելայի կամ վենեսուելացիների դեմ, ոչ էլ գրավում է այդ երկիրը։ Ըստ Մայք Ուոլցի, իրավապահները Մադուրոյին եւ նրա տիկնոջը ձերբակալելու հատուկ գործողություն են իրականացրել օրինական մեղադրանքների հիման վրա, որ գոյություն ունեն տասնամյակներ։ Միացյալ Նահանգները ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձի, որն այժմ դատարանի առաջ է կանգնելու ԱՄՆ-ում, օրենքի գերակայությանը համաձայն մեր ժողովրդի դեմ 15 տարի շարունակ կատարած հանցագործությունների համար։ Մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների համար Թրամփի վարչակազմին քննադատել է նաև Սենատում դեմոկրատների առաջնորդը։ Չակ Շումերը նաև հետաքրքրվել է, թե արդյոք այլ երկրներում եւս նման գործողություններ են նախատեսվում։ Արդյոք դիտարկվում է Կոլումբիայի վրա հարձակումը կամ ինչ կասեք Իրանի կամ Գրենլանդիայի մասին։ Ինչպես կարող է այս ամենը կապ ունենալ Ամերիկայի շահն առաջ դասելու հետ։ Պարզ պատասխանն է՝ ոչ մի կերպ։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը ողջունել է ԱՄՆ գործողությունները, դրանք համարելով մեջբերում են մարդկության, ազատության եւ մարդկային արժանապատվության համար հսկայական քայլ։ Մարիա Կորինա Մաչադոն 2025 թվականի հունվարին հակակառավարական ցույցերն առաջնորդելուց, ապա բռնաճնշումների պատճառով ամիսներ թաքնվելուց հետո մեկնել էր Նորվեգիա։ Մադուրոյի մեջբերում են բռնապետության դեմ մղած պայքարի համար Նոբելյան խաղաղության մրցանակը ստանալու։ Ընդդիմադիր գործիչը Fox News-ին ասել է, որ հնարավորինս շուտ կվերադառնա հայրենիք։ Եվրոպական 7 երկիր համերաշխություն է հայտնել Գրենլանդիային կղզու հանդեպ վերահսկողություն հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի վերջին հայտարարություններից հետո Դոնալդ Թրամփը պնդել էր, որ Դանիայի կազմում ինքնավար կառավարում ունեցող կղզին անհրաժեշտ է Ամերիկային ազգային անվտանգության տեսանկյունից։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի առաջնորդներն այսօր հակադարձել են, թե միայն Գրենլանդիան եւ Դանիան իրավունք ունեն որոշել կղզու ապագան։
Ազատության տրամադրության տակ է Ուկրաինային աջակցել ցանկացող արևմտյան երկրների այսօր Փարիզում գումարած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագիծը, որով պաշտոնյաներն ընդգծում են Ուկրաինայի ինքնիշխանության եւ կայուն անվտանգության ապահովումը պետք է լինի խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը։ Փարիզյան հռչակագիր անվանումով փաստաթղթում, որը դեռ կարող է փոփոխվել, նշվում է, որ կողմերը պատրաստ են Միացյալ Նահանգների գլխավորությամբ հրադադարի դիտարկման ու ստուգման մեխանիզմ գործարկել, աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայել եւ ստանձնել պարտադիր պարտավորություններ Ռուսաստանի կողմից հնարավոր նոր հարձակմանն արձագանքելու համար։ Ֆրանսիային մեկնել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետերը, Գերմանիայի կանցլերը, Վաշինգտոնը գործուղել է նախագահ Թրամփի գլխավոր բանագնացին ու Թրամփի փեսային։ Եվ սպորտ, որը եւս հաճախ քաղաքականության մաս է դառնում, հայ դահուկորդը միջազգային մրցաշարում տուգանվել է մարզաշապիկին Ադրբեջան գրությունը փակելու համար։ Բաքուն մրցաշարի հովանավորն է եւ դեռ այլ հայ սպորտսմենների մարզահագուստին էլ գուցե հայտնվի հարևան պետության անունը։ Հայդահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Տուր դե Սկի մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակելու համար։ Ազատության հետ զրույցում երիտասարդ դահուկորդը պատմեց. Առավոտյան մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ է ստացել հանդերձանքը։ Տեսնելով Ադրբեջան գրությունը որոշել է այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։ Փակեցի ու գնացի մեկնարկի։ Բայց գիտակցում եք, որ այդ քայլը կարող է տուգանքի կամ ինչ-որ այլ պատժի բերել։ Հա, իհարկե։ Իմ համար մեկը ասենք, իմ համարի մարզանապատվությունը իմ հայրենիքը ավելի վերադասելի են, քան թե ինչ-որ ստից պատիժներ կոմարի տեսքով։ Դե իհարկե ժյուրիները դա նկատեցին, մրցումից հետո կանչեցին իրենց ժյուրիների սենյակ, մենք այնտեղ խոսեցինք, ես պատճառաբանեցի, ասեցի ինչու նախնդիրը որ փակել եմ այդ ժապավենը, նրանք ասեցին, իհարկե մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն FIS-ի օրենքներով, մեր միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր սպոնսորները պետք է տեսանելի լինի։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ։ Եվ հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաեւ մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում երկրի անունը։ Իսկ սա նշանակում է, որ նման իրավիճակում հայ սպորտսմենները նորից կարող են հայտնվել։ Մենք ունենք տարեկան կտրվածքով մոտ 20 մրցում, աշխարհի գավաթի խաղարկություններն են, ու այդ բոլոր աշխարհի գավաթի խաղարկություններում սպոնսորները հիմնականում նույնն են։ Եվ նմանապես նույն ձև կարող է նաև լինել Ադրբեջան գրվածք։ Բայց այդ ժամանակ հիմա ինչ եկել նույն բանն եք անել։ Անելու եմ նույն բանը, ժյուրիների հետ կար այդպիսի զրույց, որ հետագայում նրանք խնդրեցին, որ այդպիսի քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող։ Սպորտը քաղաքականությունից պետք է տարանջատել, ընդունում է 26-ամյա դահուկորդը, բայց ավելացնում. ամեն սպորտսմեն իր երկրի անունը պետք է կրի թե սրտում, թե հագուստի վրա։ Այն երկիրը, որը ագրեսիվորեն է տրամադրված իմ հայրենիքի նկատմամբ, ես չեմ կարող մտածել, թե սա քաղաքականությունից դուրս է եւ չփակելով այդ երկրի անունը դուրս գալ մրցատարած։ Հուսով եմ, որ պատերազմներ էլ չեն լինելու, սակայն դեռ ամեն ինչ բարձ չէ։ Հետևաբար ես ժապավենով փակցնելու եմ այդ ամեն ինչը։ Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակած Միքայելը հետագայում այս արարքը կրկնելու դեպքում ավելի շատ կարող է տուգանվել, բայց չի որակազրկվի։ Այս մասին Facebook-յան տեսաուղերձով Հայաստանի դահուկի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է հայտարարել։ Ֆեդերացիան ողջունել է մարզիկի որոշումը, պատրաստ է վճարել տուգանքը։ Տուգանքի չափը իմանալուն պես ես անպայման կտեղեկացնեմ բոլորիդ, որովհետև բոլորին է դա հետաքրքիր։ Իտալիայում տեղի ունեցած միջադեպը առի դարձավ, որ իր մտահոգությունները բարձրաձայնի նաև Հայաստանի դահուկի ֆեդերացիայի նախագահը։ Առաջին արկերը պայթեցին հենց ջերմուկի դահուկային սաղուղիներում։ Ծավալուն տեսաուղերձում Գագիկ Սարգսյանը պատմում է, երբ քննարկվում էր միջազգային ֆեդերացիային Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցը, ինքը հարց է բարձրացրել։ Դահուկասպորտ ֆինանսավորող Ադրբեջանը 2022-ին ջերմուկի սահուղիների վրա էր հարձակվել։ Բնականաբար ես ասեցի, որ հարցը չքաղաքականացնեք, որովհետև հարցը զուտ
սպորտային է, խոսքը գնում է մարզական ենթակառուցվածքների մասին, խոսքը գնում է այն վայրի մասին, որ շատ հնարավոր է հենց այդ պահին մարզվելուց լինեին երեխաներ։ Հարցը շրջանցվել է, Բաքուն անհրաժեշտ թվով ձայները ստացել է։ Իդեպ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական էջում որևէ մեկնաբանություն չկա Իտալիայում հայ մարզիկի հետ տեղի ունեցածի վերաբերյալ։ Միքայել Միքայելյանը ասում է, ինքն իր արարքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան խնդրում՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։